Առաջարկվում է 18 տարին լրացած քաղաքացիներին վճարել 15 միլիոն դրամ եւ ծառայել 6 ամիս, կամ վճարել 20 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս։ Նախաձեռնության հեղինակը քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանն է։ Նախատեսվում է նաեւ խստացնել եւ որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով ծառայության, սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 եւ այլ փոփոխություններ։ Մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից, մեկնելով երկրից, հրաժարվելով քաղաքացիությունից, թղթեր պատրաստելով առողջական խնդիրների վերաբերյալ, ասաց Հայկ Սարգսյանը։ Զարգերակ EM-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ նախագիծը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Մարդիկ այլևս չեն փորձի զարտուղի ճանապարհներ գտնել եւ գումարները կուղվեն բյուջե։ Այն մարդիկ, ովքեր 15-ից 20 միլիոն վճարելու են, այսպես թե այնպես նման գումարով իրենց որդուն բանակից ազատելու հնարավորություն գտնելու են։ Ասաց նաեւ հավելեց, որ գրեթե 12,000 քաղաքացի 6 տարվա ընթացքում իր քաղաքացիությունը փոխել է, որպիսի չծառայի։ Քաղաքացիները մեծ զրույցում նշեցին, որ թեև նախագիծը հարուստ աղքատ բաժանումը կխորացնի, սակայն պատրաստ են անգամ վարկ վերցնել եւ ազատել երեխաներին ծառայությունից։ Մի ուրիշ հատված էլ նշեց, որ անկախ հնարավորությունից կնախընտրեն, որ որդիները ծառայեն։ Նշենք, որ սա դեռևս առաջարկ է եւ դեռ նոր պետք է ներկայացվի ազգային ժողով։